Նախ եկեք որևէ համեմատական չանցկացնենք այս երկու արտգործնախարարների միջև, թե կալիբրների շատ լուրջ տարբերություն կա։ Համեմատականի որևէ եզր ես այստեղ չեմ տեսնում։ Այդ 10 տարին Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարար եղած ժամանակ իսկապես դիվանագիտությունը շատ ակտիվ է վարվել, ընդ որում վարվել է բավականին դիվերսիֆիկացված։ Լուրջ եւ ինքն իրեն հարգող դիվանագետը անգամ իրեն թույլ չի տա համեմատություն անցկացնել ներկա եւ նախկին դիվանագետների միջև։ Համենայն դեպս իմ զրուցակիցը Վահագն Մելիքյանը ոչ մի ցանկություն չունի այսօրվա արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ նախկին արտգործնախարարներից Վարդան Օսկանյանին համեմատելու կամ վերլուծելու նրանց, այսպես ասած, ակամա հերակա բանավեճը։ Ես Վարդան Օսկանյանին շատ երկար տարիներ եմ ճանաչում, իրեն տեսել եմ նաև գործի մեջ եւ բանակցությունների ընթացքում, նախ բանակցող է ինքը եղել միշտ, եւ այդ իմաստով իր բերած պարզաբանումները բավականին հիմնավոր են եւ առանցքային նշանակություն ունեցող հարցերին ինքը շատ թիրախային անդրադարձ է ունեցել, ինչը բնականաբար մանիպուլատիվ ռեժիմը միացած օրվա վարչախմբի արտաքին գործերի նախարարը ինչ որ անհասկանալի ու աբսուրդ համեմատություններ սկսեց անցկացնել, ելի շեշտադրումները տանելով դեպի նախկին ներկա դաշտ առանց փաստացի բուն փաստաթղթի հետ կապված հարցերը քննարկելու։ Եվ այսպես վերհիշենք, թե ինչ է ասել Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Խոսքն իհարկե Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչնդոտ հաղորդակցություն ապահովող Միջանցքի տրամադրման վերաբերյալ է, եւ բազմիցս այս հարցին Վարդան Օսկանյանը անդրադարձել է։ Ահա մեջբերում եմ գրառումից։ Այս փաստաթուղթը պետք է դիտարկել օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ եւ եռակողմ համաձայնությունների համատեքստում, որտեղ ի լրումն ընդհանուր ապաշրջափակման դրույթի առանձին կետով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչնդոտ եւ անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ամբողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է։ Շարունակում եմ մեջբերել։ Դժվար է բառեր գտնել հասկանալու, ապա նկարագրելու համար, թե որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով Հայաստանի ինքնիշխանության հաշվին Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը եւ նույնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին հատկացվի ընդամենը 26%։ Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26։ Մեջբերման ավարտ Վարդան Օսկանյանի գրառումից։ Գրառումը կատարվել է հունվարի 17-ին։ Արարատ Միրզոյանը պատասխանելով պատգամավորների հարցին կառավարության հետ հարց ու պատասխանի օրը անդրադարձավ այս հարցին։ Ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պահել ենք մեզ։ Իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության։ Հայրոս Գազարտի վերջին 20% 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում Իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշ Սիսյան կարծեմ կտորն էլ այդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը տեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդպես պետությանը։ Հրազդան ջեկի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության։ Հեծը Ինտերրաո ԵՍ-ին կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս սաղ պատմության մեջ ողորմելին ով, այ ողորմելիներ դե արի մի ասա, էլի։ Ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք, հələ գնացել են, հələ բզբզում, որ լրիվ վատելին, լրիվ կործանենք։ Ինչ եք ուզում։ Վահագն Մելիքյանը գտնում է, որ ողորմելի ասել իրավիճակին նույնիսկ մեղմ ձևակերպում է։ Այնինչ կատարվել է դիվանագիտական ձախողումների առումով վերջին տարիներին նույնիսկ ողորմելի չէ, ավելի վատ է։ Այսինքն այդ ողորմելիության մակարդակով կասեմ ավելին Հայաստանը եւ այդ թվում նաեւ հայկական դիվանագիտությունը այսօր ողորմելի մակարդակի վրա է գտնվում, սա դեռ շատ բան մեղմ ձևակերպում տալիս, որովհետեւ երբ որ դու վարում ես զիջողական դիվանագիտություն, իսկ դա հիմնակարն է այսօրվա այսպես կոչված դիվանագիտության, զիջողական դիվանագիտության արդյունքում վերջնականում ունենում ես այս տոկոսային հարաբերություն
եւ ցանկացած պարագայում ունենալու է այս տոկոսային հարաբերությունը շատ ցնչին տարբերություններով։ Այդ իմաստով, այսինքն նույնիսկ մեկնաբանման կարիք էստեղ չեմ տեսնում, ամեն ինչը պարզ դրված է թղթի վրա։ Թերևս ոչ ոք չի կարող մոռանալ, բայց գուցե պետք է հիշեցնել։ Ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք, Այսպես խոսում է իշխանության ներկայացուցիչ, որը կորցրել է Արցախը 100%-ով։ Պարտվել է պատերազմում, տվել զոհեր, բայց համեմատում է այդ բոլոր ձախողումները պարտքի դիմաց տրված գույքի հետ, համեմատում է խողովակաշարի հետ։ Արարատ Միրզոյանի այդ հախուռն գնահատականներին պատասխանեց իհարկե նաև Վարդան Օսկանյանը, նորից Facebook-յան գրառմամբ։ Ահա թե ինչ է նա գրել։ Մեջբերում եմ. Ինձ զարմացրեց, որ հնարավոր է համեմատություն անցկացնել Հայաստանի ամբողջ լայնքով արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելու եւ երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկության կոնցեսիա, նույնիսկ սեփականություն տրամադրելու միջև։ Սրանք համեմատելի բաներ չեն։ Ոմանք կարող են մտածել, թե քանի որ այդ հատվածում Հայաստանի լայնքը ընդամենը 40 կիլոմետր է, ապա դրա զիջումը լուրջ խնդիր չէ, բայց այդ տրամաբանությունը խորապես սխալ է, ինքնիշխանությունը կիլոմետրերով չի չափվում։ Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան եւ առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Այդ պարտավորությունը Հայաստանի կողմից արդեն ամրագրված է նախապես համաձայնեցված եւ ստորագրված փաստաթղթերում։ Կարծում եմ, ողորմելի բառի օգտագործումը չափազանց մեղմ է։ Մեջբերման ավարտ Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումից։ հələ գնացել են, հələ բզբզում, որ լրիվ վատելին, լրիվ կործանենք, ինչ եք ուզում։ Բարկացած Արարատ Միրզոյանին նախկինում ավելի քիչ ենք տեսել։ Նախընտրական շրջանում նա ինքն էլ այլ հարցի պատասխանելով նկատեց, որ շատ փոփոխություններ կտեսնենք, շատ մանիպուլյացիաներ։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամենաառօրյայի մասը եւ Կարծես թե ասում էր ընդդիմախոսների մասին, բայց ներկայացնում էր իրականում հենց իր քաղաքական ուժի հիմնական պատկերը։ Ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու։ Իրականում սա ոչ թե կանխատեսում է, այլ խոստում, քանի որ արդեն հայտնի է, թե երբ սկսվեցին քաղաքական մանիպուլյացիաները Հայաստանում եւ երբ են դրանք հատկապես ակտիվանում։ Իսկ ահա մեզ հայտնի մյուս արտահայտությունը արդեն ոչ թե խոստում է, այլ խոստովանություն։ Լրիվ վատելին, լրիվ կործանենք, ինչ եք ուզում։ Լրիվ վատելին, լրիվ կործանենք, ինչ եք ուզում։ Այս արտահայտությամբ թերևս պետք է զբաղվեն հոգեբանները, որպեսզի բացահայտեն, թե իրականում ինչպես է գնահատում Արարատ Միրզոյանը իրենց ստեղծած իրավիճակը։ Շակի Ավոյան, Հրապարակ։ Հուսով եմ ձեր լսողությունը ֆիքսեց